Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամի հարգելի թեկնածուներ, ներկայացնում եմ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Արմենուհի Հարությունյանի կենսագրականը, ծնվել է Երևանում, 1994-99 թվականին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստանալով դիպլոմավորված մասնագետի վկայական, 2008-ից 2010 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետն ավարտելով ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում, 2010-ից 2014 թվականին սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ասպիրանտուրայում, իրավագիտության ֆակուլտետում, դատավարական իրավունքի ամբիոնում։ Արմենուհի Հարությունյանի աշխատանքային փորձը սկսվել է 1999 թվականից եւ մինչեւ այդ ժամանակից մինչեւ 2001 թվականը աշխատանքային փորձառություն է ձեռք բերել կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում, սկզբում որպես արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ, այնուհետև միջազգային համագործակցության բաժնի առաջատար մասնագետ։ 2001-ից 2003 թվականներին աշխատել է կառավարության առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում որպես ծառայության պետի աշխատակազմի օգնական, այնուհետև միջազգային բաժնի գլխավոր մասնագետ։ 2003 թվականից մինչև 2024 թվականը տեխնացուն աշխատել է արդարադատության նախարարությունում, նախ որպես միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման եւ զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ, 2014-ից 2016 թվականին նույն նախարարության միջազգային իրավական փոխօգնության եւ արտաքին կապերի վարչության հանձնումների եւ դատական հանձնարարությունների բաժնի պետ, 2016 թվականից մինչև 22 թվականի իրավական փոխօգնության վարչության պետ եւ 2022 թվականից մինչև 24 թվականի նոյեմբերը աշխատել է արդարադատության նախարարի տեղակալ։ 2025 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին եղել է Soft Construct Փակ բաժնետիրական ընկերությունների խմբի իրավաբանական տնօրեն։ Զբաղեցրած պաշտոնների նկարագրությունների եւ գործառույթների վերաբերյալ կարծում եմ, եթե կլինեն հետաքրքրող հարցեր կպատասխանի թեկնածուն, որպեսզի չծանրաբեռնեմ ուղղակի տվյալները եւ ներկայացնեմ թեկնածուի մասնագիտական գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ։ 2008 թվականին եղել է Եվրամիության անդամ պետությունների հետ վիզաների դյուրացման աշխատանքային խմբի փորձագետ։ 2008 թվականին եղել է Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների վերաբերյալ ազգային զեկույցի պաշտպանության աշխատանքային խմբի փորձագետ, այնուհետև Եվրոպայի խորհրդի միջազգային վարչական իրավունքի աշխատանքային խմբի անդամ, 2012-ից 14 թվականին եղել է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների մոնիտորինգային խմբի անդամ, 2011-ից 21 թվականին եղել է Եվրոպայի խորհրդի քրեական գործերով իրավական համագործակցության փորձագիտական խմբի անդամ, փորձագիտական խմբում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում քրեական իրավունք դասընթացը, ինչպես նաև Արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում քաղաքացիական եւ քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացները, միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրները առարկան։ 2019-ից 2022 թվականին Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում կիբերհանցավորության դեմ պայքարի համագործակցության Cyberist հանձնաժողովի անդամ է։ Լեզվի իմացություններ հայերենից բացի տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն, ամուսնացած է, ունի 2 զավակ, սա էլ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Թերևս այսքանը, շնորհակալություն։